Բարի լույս, Բարի երկուշաբթի։ Ասեցինք բարին։ Բարի երկուշաբթի բոլորիս, մենք սկսում ենք աշխատանքային շաբաթը, իսկ աշխատանքային շաբաթը առավոտը շանթում է սկսելը, դա լավ նշան է, նաև պլյուս է ձեր կարմայի համար։ Այո, այսօր ապրիլի 21-ն է, ինչպես արդեն ասացինք, երկուշաբթի, սկսում ենք նոր աշխատանքային շաբաթ, այսօր Սուրբ Հարության տոնին հաջորդող Մեռելոցի օրն է, այն աշխատանքային է, բայց հիշում ենք այնպիսի ժամանակներ, երբ Մեռելոցի օրը ոչ աշխատանքային էր, բայց փոխարինում էինք շաբաթ օրը աշխատում էինք։ Ոգեկոչումների շաբաթ է, այսօրով նաև սկսվում, այս հինգշաբթի հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է, այդ առիթով այսօրվանից մինչև շաբաթվա ավարտ բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված։ Շաբաթը սկսվում է նաև լավ մարզական լուրերով, Գարիկ Կարապետյանն ու Սիմոն Մարտիրոսյանը հավասարը չունեցան Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, տղամարդկանց 109 կիլոգրամ քաշայինների պայքարում Գարիկ Կարապետյանը երկրորդ անգամ նվաճեց տիտղոսը, Սիմոն Մարտիրոսյանը փոխ-չեմպիոն է։ Շատ հրաշալի տեսարան էր, մերոնք երկու եռագույնները բարձրացրած, հետո հնչեց մեր հիմնը, նրանք շրջվեցին դեպի դրոշները, սա իսկապես արցունքաբեր պահ էր։ Այո, եւ Եվրոպայի իրենց պաշտոնական էջն էլ, հա, մրցաշարի պաշտոնական էջն էլ էր անդրադարձել այդ հանգամանքին, որ երկու հայ զբաղեցրել էին պատվո հարթակի երկու հորիզոնականները։ Լիանա Գյուրջյանը Հայաստանի 6-րդ արծաթե մեդալը նվաճեց, օլիմպիական խաղերի արծաթե բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող Արթուր Դավթյանը 4-րդ մեդալը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության փուլերում, այս ծափահարությունները մերոնց։ Եվ Արթուրին էլ առանց սրտիկի չթողնենք եւ ասենք, որ նրանք միշտ կյանքի ցանկացած դրվագում ինչքան էլ վատ էտապ է լինում, միշտ մեր սպորտսմենները ինչ որ առիթներով մեզ ուրախացնում են, սփոփում են, հպարտության էմոցիա են պարգևում։ Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարտության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Արթուր Դավթյանը նվաճեց ոսկե մեդալ։ Հետաքրքիր հյուրեր, ճանաչողական տեսանյութեր, լավ երաժշտություն, լավ տրամադրություն, հաճելի միջավայր այստեղից, գարնանային տրամադրություն էլ մի կողմից, առանց իհարկե անպամատության եւ եղանակային անձրևային կանխատեսումների մենք ուղարկում ենք ձեզ միմիայն ժպիտներ։ Այո, եւ շնորհակալություն, որ միացել եք մեզ, մենք էլ կփորձենք արդարացնել այդ առավոտյան 2 ժամերին լավ տրամադրությունն ու մի քիչ էլ ինֆորմատիվ ժամանցը, իսկ այս պահին գնանք լսելու լավ երաժշտություն եւ վերադառնանք ու շարունակենք մեր առավոտյան ընթացքը շանթի եթերում։ Բարի լույս։ Էդ Շիրոնը շարունակեց սրտիկների տեղատարափը եւ մի վարդագույն սրտիկ էլ նա իր տեսահոլովակից մեզ ուղարկեց։ Այո, շատ լավ վեկտոր էր դեպի իրանական կողմ։ Հուսանք, որ մի օր էլ մի որևէ հայտնի աստղ մեր աստղերից մեկի հետ դուետ կանի։ Օրինակ ում հետ պատկերացնում ես, Էդ Շիրոնում հետ կերքեր ըստ քեզ։ Սրբուկի։ Ինչու սրբուկի։ Չէ, բայց հարցրեցի եւ ինչու։ Կարծում եմ ոչ այն առումով, ավելի որ փոքրիկ մոնիտորինգ են կանում, ավելի սրբուկետ, այնպես որ այդ Շիրոն, եթե մեզ դիտում ես, մտածիր այդ ուղղությամբ, իսկ մենք շարունակելով եթերը խոսենք մեր հովանավորի մասին, մեր հովանավորն է Stark ապրանքանիշը, որը ներկայացնում է Stark լվացքի թերթիկները, սա հիանալի այլընտրանք է ծանր տուփերով լվացքի փոշիներին եւ գելերին, թերթիկներն ապահովում են խորը մաքրություն ինչպես գունավոր, այնպես էլ սպիտակ հագուստի համար առանց լրացուցիչ սպիտակեցնող եւ փափկեցնող նյութերի։ Stark լվացքի թերթիկները ամբողջովին լուծվում են ջրում, եթե անգամ այն սառն է։ Հարմար է նաեւ ձեռքի լվացման համար, չեն պարունակում ֆոսֆատներ եւ պարաբեններ, էկոլոգիապես մաքուր եւ կենսաքայքայվող են։ Նորարարություն, որը կլավացնի լվացքի որակը, չիփչացնի հագուստը, կխնայի ջուրը եւ էլեկտրականությունը։ Պարզապես տեղադրեք այս թերթիկները լվացքի մեքենայի թմբուկի մեջ եւ վերջ թերթիկների
գումարների օգտագործման ուղեցույցը կարող եք գտնել տուփի վրա։ Գնումների համար զանգահարեք 044 848 101 հեռախոսահամարով կամ ձեռք բերեք Stark-ի պարագաները Ozon եւ Wildberries Marketplace-ներից։ Խոսքով 3-ը մեկում տարբերակ եւ լվացքի անում եւ լավ բույր է տալիս եւ խնայող է նաեւ էլեկտրոէներգիան։ Գնանք առաջ բարեկամներ, խոսենք եղանակի մասին։ Հանրապետության ողջ տարածքում ամսի 21-ից 22-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, սա Զարայի սիրելի պահն է։ Եվ ամպրոպ։ Ամպրոպներ եք սիրում։ Դե ընդհանուր փաթեթով է գալիս սովորաբար։ Իսկ օդի ջերմաստիճանը որ բարձրանում ասա, քեզ լավ է։ Այո, կվայելենք անձրևային անուշ բույրը, գարնանային մի տեսակ։ Գարնանաբեր անձրևները չեն ուշանա, եկեք գնանք եւ հասկանանք թե որտեղ ինչ եղանակ է սպասվում ավելի կոնկրետ։ Գնացինք։ Վերադարձանք տաղավար եւ առանձնացրել ենք մի քանի լուր, ինչի մասն էլ հիմա կխոսենք, ասենք, որ այսօրվանից մեկնարկում է ամառային զորակոչը 2025 թվականի ապրիլի 21-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Արական Սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ներառյալ։ Իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2025 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։ Պիտի խաղաղություն մաղթենք միանշանակ, բարի ծառայություն տղերք, իսկ ովքեր որ հետ են վերադառնում, շատ ու շատ ծաղկեփնջեր իրենց սիրելի մայրիկներ եւ սիրելիների համար։ Այո, շարունակենք, ասենք, որ հաստատվել են բուհերի 2025-26 ուսումնական տարվա ընդունելության տեղերը։ Բուհերի անվճար տեղերի 61%-ը հատկացվել է բնագիտամաթեմատիկական ոլորտին, անվճար առկա ուսուցմամբ, բակալավրի եւ անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելության ընդհանուր առմամբ հատկացվել է 3118 տեղ, որից 2118-ը պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին, իսկ մնացածը միջպետական համաձայնագրերի շրջանակում ընդունելությանը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությանը հատկացվող նպատակային ընդունելությանը եւ այլն։ Նախատեսվում է 2025-26 ուսուցման տարվա համար ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի եւ անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով 10000 տեղ հատկացնել վճարովի ընդունելությանը։ Մի բան ոնց որ հորիզոնի լրատվականը լիներ։
Այո, ես էլ ինձ այդպես զգացի։ Ես ինձ խորտ զգացի, մերը չէ, ասա որ մերը չէ։ Մի որևէ ժպիտ, մի որևէ հումոր պիտի անենք, իսկ Հորիզոնում նման բաներ, դե գիտեք ինչ պրոֆեսիոնալ են մեր գործընկերները Հորիզոնի լրատվականի։ Հիմա շարունակելով ասենք, որ ձեզ ենք ներկայացնում Euro Furniture կահույքի արտադրամասը, որը մեր գործընկերն է, ցանկացած բարդության կահույքի պատրաստում բարձրորակ նյութերով եւ սեղմ ժամկետներում։ Լամինատ MDF, ներկված MDF, ընտրեք եւ հաշված օրեր անց վայելեք ձեր երազանքների խոհանոցը, հյուրասենյակը, ննջասենյակը եւ միջանցքը։ Բացի այդ Euro Furniture կահույքի սրահը զբաղվում է առանձնատների եւ հյուրատների կահավորմամբ։ Հասցեն Նիկողայոս Տիգրանյան 27 094-ով 094 165 հեռախոսահամարն է։ Կահավորեք ձեր բնակարանը Euro Furniture-ի հետ եւ վայելեք այդ կոմֆորտ ինտերիերը, հետաքրքիր լուծումները, որոնք մենք տեսնում էինք էկրանին։ Իսկ հիմա մենք անցնում ենք մեր ապրիր առողջ խորագրին, խոսում ենք առողջ ապրելու մասին, ճիշտ սննդակարգի մասին։ Եկեք հասկանանք, բացի ջրից, էլ ինչի համար է պետք վարունգ ուտել։ Դիտենք տեսանյութը։ Գնանք տեսանյութը դիտելու։ Տարիքային կրիզիսի մասին, փոքր ժամանակ ամառային աղցանից միայն պոմիդորներն էի սիրում, հիմա ամառային սալատից միայն վարունգներն եմ սիրում։ Քեզ տարիքային կրիզիս։ Հատկապես որ ռեհան է լինում, ես ամեն ինչն էլ սիրում եմ։ Թթվասերն էլ չեմ առնանք այդտեղ ավելացրած, մի քիչ ձիթապտղի յուղ, մի քիչ սող կողքից։ Դե լավ, չէ, սոխը հանենք, գնանք գովազդի, քանի շուտ է գնանք գովազդի։ Այո։ Գովազդ շանթի եթերում։ Մի շատ հետաքրքիր եւ լավ թեմայից ենք այսօր խոսելու, քանի որ ամփոփվում է գրադարանային շաբաթը։ Ազգային գրադարանային շաբաթ ամենամյա ծրագիրը կազմակերպվում եւ անցկացվում է 2002 թվականից Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Ինչի համար են այս շաբաթներն ու ինչ արդյունքներ են գրանցում տարեց տարի, կպատմեն մեր հյուրերը։ Մեր հյուրերը արդեն տաղավարում են Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության, վարչության մշակութային ժառանգության, պահպանության եւ զարգացման բաժնի գլխավոր մասնագետ Վարդուշ Մովսիսյանն է այստեղ եւ Խնկոապոր անվան ազգային մանկական գրադարանի գիտքարտուղար, Հայկական գրադարանային ասոցիացիայի քարտուղար Մադլեն Հովսեփյանը։ Բարև ձեզ, բարև լույս։ Ինքնին արդեն հարցը ոնց որ թե հնչեցրինք նախաբանում, դե երկրորդ անգամ կրկնել է իհարկե վնաս չունի։ Ինչ նպատակ ունի այս ամենը կազմակերպված եւ մի փոքր իհարկե արդյունքների մասին կհասցնենք զրուցել։ Երբ սկսենք ձեզնից Տիկին Վարդուշ, խնդրեմ համեցեք։ Հաշվի առնելով, որ ազգային գրադարանային շաբաթը նախաձեռնում եւ 2002 թվականին, ինչպես նշեցիք, իրականացում է Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից, նախաձեռնությունը ըստ էության ասոցիացիային է, որին այդ նախաձեռնությանը համագործակցում է նաեւ կրթության, մշակույթի, սպորտի եւ գիտության նախարարության ենթակայությամբ գործող գրադարանները եւ համայնքային գրեթե բոլոր գրադարանները։ Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում ազգային գրադարանային շաբաթ այս տարի խորագիրը գրադարանները ներառականության հարթակ խորագիրն է գրում, այդ խորագրի ներքո իրականացում են բազմաթիվ միջոցառումներ, սեմինարներ, դասընթացներ, ցուցադրություններ, որի գլխավոր նպատակը ներառականության սոցիալական տարբեր խոցելի խմբերի ընդգրկվածությունն է, հասանելիությունն է գրադարաններին։ Տիկին Հովսեփյան, այ հետաքրքիր է այս տարի ինչով էր տարբերվում նախորդ տարիներից, ինչ որ նոր ծրագրեր, ինչ որ նոր բաներ կային ներառված, եթե այո, ապա մի քիչ մանրամասնենք։ Քանի որ ազգային գրադարանային շաբաթը արդեն ավանդական է, 2002 թվականին արդեն դուք շեշտադրեցիք, 22 տարեկան է, որը նախաձեռնել է Հայկական գրադարանային ասոցիացիան, որը 30 տարեկան է։
Այսինքն 2 տարի հետո ասոցիացիայի հիմնադրումից հետո արդեն անցկացվում է ազգային գրադարանային շաբաթը, դա լայնածավալ աշխատանք է, ինչ առումով, ասեմ, որ գրքի նվիրված միջոցառումներ շատ կան, շաբաթներ, մանկապատանեկան գրքի շաբաթը, գրքի եւ հեղինակային իրավունքի շաբաթը եւ այլն, բայց հատուկ գրադարաններին նվիրված, այսինքն գրադարանների խնդիրներով զբաղվող, գրադարանի դերը բարձրացնող եւ զարգացմանը նպաստող շաբաթ, այդպիսին այս միջոցառումն է, որ ամեն տարի անցկացվում է ապրիլի 2-րդ կեսին, այս տարի անցկացվում է ապրիլի 14-ից 21-ը։ Ասեմ, որ ամեն տարի ազգային գրադարանային շաբաթ ունենում է իր կարգախոսը, որը հղվում է բոլոր գրադարաններին հանրապետության, քանի որ այս շաբաթի արդյունավետությունը նաև որ հնարավորություն են մասնակցելու բոլոր գրադարանները, դա հանրապետության մասշտաբով է լինում եւ տարբեր բնույթի, ոչ միայն մարզային համայնքային գրադարանները, այլև դպրոցական գրադարանները, բուհական, գիտատեխնիկական, մի խոսքով գիտական բնույթի գրադարանները, այսինքն նրանց ծրագրերը եւս կարող են տարբեր լինել, բայց քանի որ ամեն տարի մի կարգախոսով մենք շեշտադրում ենք նպատակը, դրանք լինում են նաև տարբեր իրանց ծրագրով, որոշ իմաստով իհարկե, օրինակ անցյալ տարի գրադարանը նորարարության հարթակ էր, այս տարի ընտրվեց վարչության կողմից գրադարանը ներառականության հարթակ, ինչու, որտեղ բոլորս գիտենք, որ գրադարանը շատ նաև ընթերցողների, չընթերցողների համար է, որպեսզի ներգրավումով կարողանանք նպաստել, խթանել նրանց ընթերցանությանը, բայց այս հատվածը խոցելի խմբերի, ֆիզիկական սահմանափակումներ ունեցող երեխաների համար հատկապես, նաև մեծերի անշուշտ, մի փոքր ավելի թույլ օղակ էր հանդիսանում, եւ քանի որ եվրոպական մի շատ երկրներում, նաև մեր Հայաստանում եւս արդեն ուշադրությունը դարձվում է այս խմբերի վրա, այս առանձնահատուկ հատկապես անձանց վրա, որոնք լի են շնորհով, պիտի նրանց դուրս չթողնել ընթերցանության ոլորտից հնարավորությունները հաշվի առնելով բնականաբար եւ ասեմ նաև քանի որ ԿԳՄՍ նախարարությունը նաև շեշտադրում է, որ գրադարանների գրադարանային օրենքի մասին լրացուցիչ փոփոխություններով հաճելի միջավայր եւ հարմարավետություն ստեղծել բոլորի համար, դրա համար մենք շեշտադրում ենք այս կարգախոսը գրադարան բոլորի համար։ Բայց այսպեսի մի հարց է առաջ գալիս, որ օրինակ քայլելու հետ որոշակի խնդիրներ ունեցող մարդկանց գրադարան մուտք գործելը ուղղակի անհնար է, որովհետև գրադարանները աստիճաններով են եւ ես հիմա կդժվարանամ մտաբերել մի գրադարան, որտեղ կա թեքահարթակ եւ մարդը կարող է ուղղակի գալ եւ օգտվել։ Այս սա լավ, ինչ որ առումով լավ հնարավորություն է նաեւ խոսել խնդրի այդ կողմի մասին։ Միջոցներ կրթության նախարարության եւ ընդհանրապես բոլոր գրադարանների պետական մարմինների կողմից իրականացվում են խոցելի խմբերի համար համապատասխան պայմաններ ստեղծելու նպատակով, շարունակական այսպես բարելավում է այս առումով գրադարանների եւ ընդհանրապես բոլոր կրթամշակութային հաստատությունների վիճակը, որովհետեւ կարողանան խոցելի խմբերը ավելի հեշտ ընդգրկվեն այդ տվյալ պարագայում գրադարաններից օգտվելու գործընթացի մեջ, բացի դրանից երրորդ տարին է արդեն գործում է ընտանեկան գրադարանավար ծրագիրը մարզային բոլոր գրադարաններում եւ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ընտանեկան գրադարանավար ծրագրի բովանդակությունը կայանում է նրանում, որ նմանատիպ խմբերի հնարավորություն է ստեղծվում տանը սպասարկել եւ որոշ առումով իհարկե գրադարանում մի քիչ ավելի այլ է մթնոլորտը, բայց ամեն դեպքում հնարավորություն է ստեղծվում, որպեսզի կարողանան օգտվել գրադարաններից, հետագայում կարծում եմ ժամանակի ընթացքում այդ խնդիրները ամբողջական լուծում կստանան եւ ցանկացած խնդիր ունեցող անձ, քաղաքացի կարող է իր հնարավորությունների շրջանակում օգտվել գրադարաններից եւ մասնակցել գրադարանային ծրագրերին, ասեմ, որ տարվա ընթացքում ընդհանրապես բոլոր գրադարանային կրթամշակութային միջոցառումներին հնարավորինս ընդգրկվում են նաեւ խոցելի խմբերի մարդիկ, քաղաքացիները եւ հատուկ նաեւ ծրագրեր են իրականացվում տարվա ընթացքում գրադարանների կողմից, որպեսզի այդ խմբերը դուրս չմնան կրթական, մշակութային, գիտական ծրագրերից եւ միջոցառումներից։ Ես ուզում եմ հիշել եւ հիշում եմ իմ դպրոցական տարիները եւ ուսանողական տարիները, որտեղ գրադարանը հենց միայն գրադարան էր։ Այսինքն գնում էր գրքի հետևից։
կամ կարդում էր, կամ գիրքը վերցնում էր։ Ես դեռ ունեմ մի քանի քարտեր գրադարանի, բայց ափսոս այդ գրադարանները այլևս չկան։ Դրա փոխարեն հիմա շենք է, ուրիշ հաստատություններ են։ Հիմա ոնց որ թե տենդենսը մի քիչ փոխվել է, Տիկին Հովսեփյան, գրադարանը ոչ միայն գրադարան է։ Այդտեղ նաև մշակութային տարբեր միջոցառումներ են անցկացվում, հավաքներ են անցկացվում, բայց կենտրոնում ըստ երևույթին պիտի գիրքը լինի եւ գրքի արժևորումը հերթական անգամ։ Այս թվայնացված դարաշրջանում, որտեղ ընդամենը չես էլ հավաքում, ասում ես այս գրքի մասին եւ գիրքը քեզ սկսում է բերել, գրքի մասին սկսում է պատմել։ Ինչ գրավչություններ եւ ինչ մեթոդներ կան կրկին հետ գալու դեպի գրադարանի մշակույթին եւ կրկին արժևորելու գիրքը։ Շատ ճիշտ նկատեցիք, դա վաղուց պատմություն է, վաղուցվա պատմություն է, որ գրադարանը միայն գիրք տալու առնելու կառույցեր, կենտրոններ, գրադարները հիմա տեղեկատվական, մշակութային, գիտական գործունեություն են ծավալում եւ բոլորի առանցքը դարձյալ գիրքն է, ընթերցանություն է, այս ինչ որ կազմակերպվում է, ընթերցանության խթանման համար է։ Դե համար կան տարբեր միջոցներ, հանդիպումներ գրողների հետ, գրքերի շնորհանդեսներ, իսկ ձեր ասած թվայնացման տարբերակով նաեւ գրադարները եւս շատ անալիքներ ունեն։ Օրինակ գրադարանային շաբաթի շրջանակներում մենք ամեն տարի գրկում ենք նաեւ վարպետության դասեր գրադարանավարների համար, որ անցկացնում է Ակադեմիայի գրադարանը, որ ոչ միայն վերապատրաստման են գալիս մեր գրադարան կամ ազգային գրադարան, այլև տեղում համայնքային եւ մարզային գրադարանի աշխատողների համար անցկացնում են էլեկտրոնային սպասարկման, մուտքագրման եւ թվայնացման աշխատանքների վերաբերյալ վարպետության դասեր։ Այս առումով գրադարանը պիտի կյանքից հետ չմնա։ Գրքի մասին խոսելով, գիրքը մատուցելով պիտի օգտագործի ամենատարբեր եղանակները եւ ավանդական եւ ժամանակակից։ Այլապես գրադարանը իսկապես ձանձրալի կդառնա։ Դրա համար գրադարանը դառնում է իսկապես կենտրոն, մշակութային կենտրոն, որը նաեւ տեղեկատվություն, գիտելիք է տալիս, ամեն ինչի մեջ գիտելիքը պիտի լինի։ Եվ եթե թույլ կտաք, շարունակեմ Տիկին Մովսիսյանին, սահմանափակումներ ունեցող երեխաների համար բացի այն, որ գրադարանավարները գնում են, սպասարկում են նրանց տանը գրքատարությամբ, մենք համագործակցում ենք նաև կոնկրետ մեր Խնկոապոր գրադարանը մշակութային կենտրոնների հետ, որտեղ կան շատ այդպիսի երեխաներ, այն երեխաները, որոնք հնարավորություն ունեն գալու գրադարան, նրանց համար գրադարանում են կազմակերպում, կամ նաև որտեղում են կազմակերպում, կոնկրետ 2-3 այդպիսի միջոցառում ենք ծրագրում ունենք հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների եւ լսողության։ Եվ ամենակարևորը այս շաբաթի ոչ միայն այդ երեխաների համար ինչ որ բան անելը, մշակութային միջոցառում մատուցելը, այլ նրանց ընդգրկելը։ Ինչքան հնարավորություն ունեն, իհարկե գիտենք, որ այստեղ դժվարություններ կան։ Շատ լավ, եւ այսպեսի մի հարց մարզային գրադարաններին եթե անդրադառնանք, էլի առիթ եղել այս տաղավարից ես ասեմ, որ ես դպրոցական տարիներս անցել եմ մարզում, Արմավիր քաղաքում եւ ինձ համար ամենամինիմալ ինչ որ գիրք գտնելը միջազգային, հա, համաշխարհային գրականությունից ինչ որ մի բան գտնելը դա ստրես էր եւ դա մի ամբողջ պատմություն էր դառնում, որովհետեւ ուղղակի մեր գրադարանում չկար։ Ինչքանով ինչ որ ավելացումներ գրադարաններում մարզային, չգիտեմ, այդպիսի ծրագրեր կան, ինչ որ բաներ նախատեսում, որտեղ ես հիշում եմ, Հեմինգվեյ չէի կարողանում ուղղակի գտնել Արմավիր քաղաքի գրադարան, ուղղակի չկար։ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում է ազգային գրադարանի համակարգման, գործում է համահավաք կենտրոնացված գրադարանային հավաքածու ծրագիր, որտեղ ընդգրկվում են բոլոր գրադարանները եւ հնարավորություն է ստեղծում այսպիսի դեպքերում, երբ որ ենթադրենք տվյալ գրադարանում չկա գիրքը, հնարավորություն է ստեղծում ուղղորդելու ընթերցողներին այլ գրադարաններ եւ կարիքները բավարարելու։ Բացի դրանից ամեն տարի գրադարանները համալրվում են նոր գրականությամբ եւ նախարարության տրամադրած միջոցների հաշվին, բացի դրանից մեծ քանակ է կազմում նաեւ նվիրատվությունների արդյունքում համալրումները, որոնք հիմնականում հաշվի են առնվում ընթերցողների պահանջարկը եւ նաեւ որոշ դեպքերում գրադարանները իրենք են փորձում ընթերցողներին ավելի հետաքրքիր, ավելի կարեւոր գրքերի
մատուցումը եւ որոշակի առումով այս խնդիրը կարելի է ասել լուծված է ներկայումս չեմ կարծում այնպիսի մարզային գրադարան, որը որևէ որը Հեմինգուեյ չունենա եւ խնդիր առաջանալու դեպքում համագործակցության արդյունքում հնարավոր է լինում ընթերցողի կարիքները բավարարել։ Այնպես որ Զարա, եթե չկա, դու պետք է մեծանաք բոլորովին վերջերս ես եղել եմ Արմավիրի մարզային գրադարանում, բավականին առաջընթաց եւ այդպես ավելի լավ պայմաններ է ստեղծված, կարող եք հիմա մոտենալ գրադարանին եւ ձեր ցանկացած գիրքը պատվիրել։ Ես միայն ուրախ եմ, որովհետեւ իսկապես մարզային գրադարանները ես հիշում ինչքան խնդիրների էինք բախվում։ Բայց եւ հակառակներ կան, որովհետեւ կային բազում գրքեր, որոնք չէին գտնում Մայրաքաղաքի գրադարանում, կային նաեւ արդարության համար պիտի ասել։ Սիրելի հյուրեր, մենք հիմա խոսում ենք որպես պարողի կողմից, խոսում ենք այն մարդկանց մասին, ովքեր գնում են գրադարան կամ գրադարանն է գնում իրենց տուն։ Եկեք մի պայլ անդրադառնանք գրադարանավարի հաստիքին, որովհետև սա եւս ըստ ամենայնի կարող է հարցականով խնդիր լինել, ինչ կադրային քաղաքականություն կա, հետաքրքրված են արդյոք գրադարանավարի մասնագիտությամբ կամ գրադարանավարի աշխատանքով, սերնդային փոփոխությունները կամ էստաֆետը օրգանիկ է, կան, չկան, խնդրեմ։ Պահանջված մասնագիտություն է։ Կամ ինչ գրավչություններ կան, որ չգիտեմ, Զառան ամեն ինչ թողնի եւ գնա Արմավիրի մարզի իրենց գրադարանում լինի գրադարանավար։ Աշխատավարձից է կողմ։ Օրինակ, այո։ Աշխատավարձին շրջանցելով ասեմ։ Ով սիրում է գիրքը, մշակույթը, նա կսիրի նաև գրադարանը, եւ եթե իր մասնագիտությունը սիրում է, կդարձնի նաև հետաքրքիր։ Իսկ եթե նա պիտի օր լրացնի, ժամ լրացնի, բնականաբար, բայց ամեն դեպքում գրադարանային նոր կադրերին բնականաբար հիմա քիչ են, ճիշտ կլինի ասել, բայց եղած երիտասարդությունը, որ ձեռք է բերել մասնագիտությունը, մենք աշխատում ենք, որ նրանց վերապատրաստում մեր փորձառու մասնագետների միջոցով, կազմակերպում ենք վերապատրաստման դասընթացներ եւ ասոցիացիաներ կազմակերպում եւ նախարարության աջակցությամբ եւ կարծում եմ դա մեծ հնարավորություն է տալիս նաեւ զարգացնելու իրենց գիտելիքները, փորձ ձեռք բերելու, ստանալու վկայականներ, ոչ միայն վկայական, պարզապես, այլ ուղղակի կարողանալ փորձը օգտագործել եւ փոխանցել իր կողքին նստած աշխատողներին։ Այս առումով ասեմ նաեւ, որ վերջերս, քանի որ գրադարանային շաբաթի շրջանակներում էր, մենք համագործակցեցինք, ասոցիացիան համագործակցեց Լատվիայի ազգային գրադարանի հետ, երկօրյա համաժողով ունեցան, որին մասնակցեցին 100 գրադարանավար Հայաստանից, տարբեր գրադարաններից եւ նաեւ շեշտադրված համայնքային, որտեղ համայնքային գրադարանները որպես ոչ խոշոր գրադարաններ որոշ չափով սահմանափակումներ ունեն, այսպես ասենք, եւ իրենց փորձի տեսան, որ իսկոցելի խմբերի հետ նրանք շատ լավ փորձ ունեն։ Եվ վերջերս էլ մի քանի օր առաջ անցկացրեցինք արտացանց սեմինար, վեբինար, որին նրանք, ովքեր չէին կարողացել մասնակցել, կարող են պարզապես իրենց համակարգչում մոտ։ Այսինքն ամեն ինչ պիտի անենք, որ իհարկե կադրերին վերապատրաստենք, հետաքրքիր դարձնենք իրենց աշխատանքը եւ կարեւորը ժամանակից ետ չմնալն է։ 2002 թվականից, երբ կազմակերպվում է, նաև պիտի մի փոքր գրքի նշանակության արժևորումն է այստեղ առաջ բերել, որովհետև 2002-ից հատկապես մինչև վերջին 7-10 տարիները գրքի նշանակությունը մի փոքր ավելի բարձրացել է մեր հասարակության մեջ, այդ թվում նաև երիտասարդների մեջ, որովհետև բազում գրքեր կան, նոր հեղինակներ կան, նոր անուններ կան, որոնք որ իսկապես ստեղծագործում են, գիրք են տպագրում, գիրքը դառնում է բեսթսելեր, գիրքը գնում են, ինչպես կմեկնաբանեք, արդյոք մենք ճիշտ ենք նկատում, դուք որպես մեջի մարդ։ Այո, վերջին տասնամյակում գրքի, չասեմ, շուկան ու ոլորտը ավելի բազմազան է դարձել, դրա համար նաև շատ կարևոր է գրադարանների, որ դուք քիչ առաջ ասացիք մարզային համագործակցությունը հրատարակիչների հետ։ Հրատարակիչների ասոցիացիա գոյություն ունի, որի հետ համագործակցում է նաև գրադարանային ասոցիացիան, եւ գրքերի նվիրատվության առումով եւ պահանջարկային գրականության
տպագրությամբ, առաջ այդքան թարգմանական գրականություն չկար, արգելված գրականության հրատարակություն չկար։ Ես օրեր կա, որ ամիս կա, շաբաթ կա, որ չեմ հասցնում նոր գրքերին ոչ թե ծանոթանալ, այլ կարդալ, որովհետև շատ կան գրքեր, բոլորը իհարկե նույն արժեք ունենալ չեն կարող նայած հետաքրքրության, բայց հիմա բավականին բազմազան է։ Իսկ առաջ հիմնականում շեշտադրված էր դասականների վրա, քիչ թարգմանությամբ, ռուսերենի թարգմանությամբ, դա ինչ որտեղ նաև խոտորում էր, այսպես ասեմ, խոչընդոտում էր նաև ընթերցանության զարգացմանը։ Բնականաբար մենք աշխատում ենք, որ նոր գրականությունը ժամանակին տեղ հասնի գրադարան եւ հասնի ընթերցողին։ Իհարկե էլեկտրոնային տարբերակները կան, բայց օրինակ լայնածավալ գեղարվեստական գիրքը չեմ կարծում, որ հաճելի է այդքան էլեկտրոնայինով կարդալ։ Գիրքը պիտի նաև զգաս։ Այո, դա կարևոր է։ Վերադառնալով նորից ստարվա խորագրին, ինչը ըստիս էլ, հա, շատ կարևոր է ներառականությունը։ Հետաքրքիր է ինչը արվում, օրինակ չեմ տեսողության խնդիր ունեցող մարդկանց համար առանձնացված գրադարանը հարստացնելու ուղղությամբ եւ արդյոք այս նախաձեռնության, հա, այս շաբաթվա շրջանակում ինչ որ միջոցառումներ եղել են։ Միջոցառումներ նախատեսված եղել են, այսօր էլ եթե չեմ սխալվում միջոցառում այսօր գրադարանը շատ հետաքրքիր ծրագիրներ հենց լսողության եւ տեսողության լսողական եւ տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար իհարկե ցավոք սրտի ոչ բոլոր գրադարանները ունեն այդ հնարավորությունը, բայց գրադարաններում իրականացվում են տեսալսողական խնդիրներ ունեցող երեխաների, նաեւ մեծահասակների համար համապատասխան պայմաններ են ստեղծում գրքերի ընթերցանության համար եւ կարծում այս բնագավառում բավականին անելիքներ դեռ ունենք, որովհետեւ կարողանանք ավելի մեծ թվով գրադարաններ ընդգրկենք այսպիսի ծրագրերի մեջ։ Իսկ գրքեր տպագրվում են հատուկ բրայլյան գրքեր տպագրվում են, այո, հիմնականում իրականացում է Հայաստանի ազգային գրադարանի կողմից եւ շարունակական բնույթ է կրում։ Այսինքն առանձին հատված կա, որտեղ կարող է կազմակերպության հետ գույրերի մենք համագործակցում են, նույնիսկ մենք համաժողովի մասնակիցներ ունենք, որտեղ իրենց ծրագրերում Լատվիայում բավականին հետաքրքիր աշխատանք էր տարվում եւ նույնիսկ ներկայացնողները եւս տեսողության խնդիրներ ունեին։ Այսինքն կարևորը այստեղ նույն հարթակի վրա բերելն է այդ մարդկանց, այսինքն այդ մարդիկ մեծ լինեն փոքր, պիտի գրադարանավարներին եւ ուսուցիչների մոտ այն մոտեցումը լինի, որ նրանք մեզանից մեկն են։ Նույնը պիտի նաեւ երեխաները զգան դպրոցում։ Ինչ է մեզ սպասվում եկող տարվա համար, արդեն գիտենք ինչ պիտի լինի, ինչ խորագիր է, ինչ է լինելու, թե դեռ այս ամենը մի հատ մարս ենք, այսպես ասած, մինչև կգա կհասնի եկող տարվան։ Այսօր եւս մտնում է շրջանակների մեջ, մենք ստեփ 21-ին է, արդեն կամփոփեն բոլոր գրադարանները։ Մենք գրադարանների մեծ մասի ծրագրեր ունենք, իհարկե այն գրադարանները, որոնց ծրագրեր չէին ուղարկել, չի նշանակում, որ նրանք չունեին ծրագրեր, բոլորը Facebook-յան հարթակում ծանոթացանք, մենք դրանք ամփոփում ենք, գնահատում, շատ կարևորում ենք այցերը մեր մասնագիտական մարզային համայնքային գրադարաններ եւ ասեմ նաեւ որ գրադարանային շաբաթում ոչ միայն զուտ տվյալ թեմատիկ միջոցառումներ են անցկացնում, այլև նաեւ տարվա հոբելյանական շեշտադրեմ։ Օրինակ շատ լավ ընթերցանության մարաթոն բոլոր համայնքային գրադարանների եւ մարզային գրադարանները մասնակցեցին Իսահակյանի 150-ամյակին։ Ծրագրերը շատ են, որ եթե խոսենք ժամանակը չի բավարարի, բայց մենք ընդհանրապես ընտրում ենք դա փետրվար ամսին, հաջորդ տարվա փետրվարից արդեն կարգախոս ընտրում ենք, օրեր ընտրում ենք, տեղեկացնում ենք բոլոր գրադարաններին, էլեկտրոնային տարբերակով պլակատներ ենք տպում առցանց նաեւ, որպեսզի գրադարանները դուրս չմնան շաբաթի շրջանակներում։ Փետրվարը սիմվոլիկ ամիս է, լավ ամիս է, փետրվարը գիրք նվիրելու ամիսն է, ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրն է, որտեղ որ հենց նույն գիրքը կարևոր է, եթե գրադարան չեք գնացել, հատկապես մեծահասակներին, այնպես կարոտած կգնաք, այնպես այդ բույրը կզգաք եւ բույրի մեջ այդ բոլոր գրքերի մոգականությունը կզգաք եւ ընդհանրապես հաճախ կարդացեք, հատկապես գիրք
կարդացեք։ Դա չէ պլանշետ եւ Kindle-ներ, մի տեսակ ուրիշ է։ Դե հա, ու գնահատենք այս իրավիճակը, որովհետեւ մի քանի տարի առաջ ավելի համենայն դեպս երբ ես ուսանող էի, մի քիչ ավելի բարդ էր, այսքան հասանելիություն չկար, այնպես որ գնահատեք եւ հնարավորինս օգտվեք, սպառեք։ Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության մշակութային ժառանգության պահպանության եւ զարգացման բաժնի գլխավոր մասնագետ Վարդուշ Մովսիսյանը եւ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի գիծ քարտուղար, Հայկական գրադարանային ասոցիացիայի քարտուղար Մադլեն Հովսեփյանն են մեր տաղավարում։ Շնորհակալություն գրքոտ զրույցի համար։ Գրադարանային շաբաթը այսօր դեռ շարունակվում է, այնպես որ հասցրեք մասը կազմել այս ընտիր միջոցառմանը։ Այո, իսկ մենք գնում ենք դիտենք գովաստ, վերադառնանք եւ շարունակելու ենք մեր առավոտյան ընթացքը Գովաստ Շանթի եթերում։ Վերադարձանք երկուշաբթին սովորաբար ընդունված է համարել ծանր աշխատանքային օրվա մեկնարկսկիզբ, ծանր երկուշաբթի արտահայտությունը երևի թե ձեզ ծանոթ է, բայց եթե առավոտը շանթումը նայում եք, այդ ծանրությունը թոթափվում է։ Համաձայն եմ եւ հատկապես երբ մեր եթերը համեմվում է երաժշտությամբ եւ այն էլ ինչ երաժշտությամբ, գնում ենք լսենք Փոլ Մաքքարթնի։ Այո, լեգենդը, ձախլիկ բասիստը հենց հիմա։ Գիշերվան դեռ 12 ժամ կա, իսկ մենք առավոտվա մասին ենք, առավոտից կրկին ասում ենք ձեզ բարի լույս եւ հիմա աշխարհով պտտվելու ժամանակն է, առանց վիզաների, առանց թռիչքների, առանց օդանավակայանների։ Աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկն ենք գնում, ուղղությունը դեպի Ֆրանսիա, բայց ոչ Փարիզ, գնում ենք Մարսել, դիտենք տեսանյութը։ Իհարկե որևէ երկիր գնալիս հեռախոսը կա ու կա, բայց շատերը իհարկե ֆոտոխցիկներ են տանում իրենց հետ եւ տարբեր լուսանկարչական սարքեր, որոնք հնարավոր է եւ մարդկոցներ պիտի ունենան։ Սիրելի Զարա, մեր հովանավորն է Stark ապրանքանիշը, որը ներկայացնում է USB 2A եւ 3A տեսակի վերելիցքավորվող մարտկոցները։ Սա հիանալի խնայող եւ արդյունավետ այլընտրանք է մյուս բոլոր 1.5 վոլտ մարտկոցների համեմատ։ Վերջին սերնդի Stark USB մարտկոցների լիցքավորումը կատարվում է USB-C լիցքավորմամբ։ Պարզապես միացրեք դրանք ձեր համակարգչի, նոութբուքի կամ մեքենայի ցանկացած USB-C վարդակից եւ վերջ։ Այլևս ստիպված չեք լինի ձեր երեխայի տարբեր խաղալիքները, հեռակառավարման վահանակները, անլար մկնիկները եւ այլ սարքավորումները դրանց համար գնել մարտկոցներ։ Stark USB մարտկոցների ամբողջական լիցքավորման համար ընդամենը 30 րոպե է անհրաժեշտ։ Խնայեք ձեր գումարը եւ ժամանակը ձեռք բերելով Stark լիցքավորվող մարտկոցները։ Իսկ գնումների համար կարող եք զանգահարել 044 848 101 հեռախոսահամարով կամ ձեռք բերել Stark-ի ապրանքատեսականին Օզոն եւ Wildberries marketplace-երից։ Շատ կարևոր է նաև բնության պահպանման տեսանկյունից, որովհետև թափոնների հարցում սա բավականին կրճատում է, որովհետև գիտենք, թե մարտկոցները ամեն անգամ դեն նետել է, այսինքն այդ կարճաժամկետ օգտագործման մարտկոցներ ինչքան ենք դեն նետում դեպի բնություն եւ այն ինչ է անում բնության հետ դարեր շարունակ։ Խնայողությունից բացի նաև սիրեք բնությունը, ասում է Զարա Ղազարյանը։ Հա։ Այո։ Անպայման։ Հիմա ինչ ենք անում, գնում ենք Գովազդի, որից հետո վերադառնում եւ զրույց ունենում մեր հյուրի հետ։ Մնացեք մեզ հետ։ Վերադարձանք տաղավար եւ հասցրել ենք հյուրընկալել մեր մասնագետին, մեր տաղավարումը պլաստիկ վիրաբույժ Գոր Գաբրիելյանը։ Այսօր խոսելու ենք այն մասին, թե ինչու հատկապես ինչպիսի միջամտությունների են դիմում առհասարակ մարդիկ եւ ինչ է դա տալիս, ինչպես կողմնորոշվել մասնագետի ընտրության հարցում։ Մենք արդեն հյուրընկալել ենք մեր հյուրին։ Ասենք ձեզ, բարև ձեզ Գոր, շնորհակալ ենք որ այստեղ եք։ Դե սկսենք ամենասկզբից։ Խնդրում եմ պատմել ձեր անցած ճանապարհի մասին։ Ինչպես որոշեցիք ընտրել պլաստիկ վիրաբույժի մասնագիտությունը։ Իմ անցած շնորհակալություն նախ հրավերի համար, իմ անցած ճանապարհը շատ երկար է ու բարդ։
Սովորել եմ Հայաստանում, Երևանի Մղթար Երացու անվան պետական բժշկական համալսարանում 11 թվականին ավարտել եմ, այնուհանդերձ ընդունվել եմ արձինատուրա Մոսկվայում, Պիրագովի անվան բժշկական համալսարանում, 2 տարի անցել եմ արձինատուրա Մոսկվայի լավագույն հիվանդանոցներից մեկում, եթե ոչ ամենալավագույնում, ակադեմիկ Սավելիվայի անվան շտապօգնության հիվանդանոցում, ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ։ Այնուհանդերձ ստացել եմ առաջարկ այնտեղ աշխատել եմ ընդհանուր վիրաբուժության բաժնում, լապարասկոպիկ վիրաբուժության բաժնում, այնուհանդերձ ասպիրանտուրա 3 տարի, հետո նորից արձինատուրա պլաստիկ խիրուրգիայով 2 տարի ու մի շարք վերապատրաստումներ, այդ հիմնական основներն եմ ասում, մնացածը ամիսներ, 2 ամիս, 3 ամիս, մի շարք վերապատրաստումներ տարբեր կենտրոններում, տարբեր քաղաքներում, տարբեր երկրներում։ Այն մասնագիտական այսպիսի հսկայական բազա ունենալով կարող ենք հարցնել, հա, այն հարցը, որը թե ինձ հետաքրքրում, թե վստահ հեռուստադիտողներին, առհասարակ ովքեր կարող են դիմել պլաստիկ վիրահատության, ինչ որ հակացուցումներ կան, թե դա շատ սուբյեկտիվ է ամեն մարդու կողմից։ Տարիք կա, Դե բնականաբար 18 տարեկանից սկսած հիմնականում խրախուսվում է, դա կարելի է բաժանել մի քանի խմբերի, եթե տանք վերցնենք, տարիքային առումով հիմնականում լինում են նաև 68-70 տարեկան կանայք, շատ հաճախ պլաստիկ վիրահատությունները կատարում են ոչ միայն էսթետիկ առումով, այլ բժշկական ցուցումներով նաև, օրինակ եթե վերցնենք կրծքագեղձի մեծացումը, լինում է շատ հաճախ դա ահագին մեծ դիսկոմֆորտ է պացիենտների համար, ծանրություն, մեջքի ցավեր եւ այլն, բնականաբար կարող են դիմել այդ պացիենտները, հիմնականում դիմում են կանայք, բնականաբար 70%, եթե հարաբերական առումով վերցնենք, 30% տղամարդիկ։ Դա կախված է հիմնականում կանանց մոտ հորմոնային ֆակտորներով կախված, տարիքի հետ կապված, ծննդաբերություններից հետո 3-4 երեխա եւ այլն, հիմնականում բնականաբար թուլանում է որովայնի առաջնային պատը, գիրանում են, նիհարելուց հետո մաշկը չի ասում կրճատվել այն չափաբաժնով, որը բավարարում է, տենց ասենք, բնականաբար տվյալ պարագայում օգնության է գալիս պլաստիկ վիրաբուժությունը։ Ընդհանուր առմամբ այսպես ասեմ։ Հակացություններ բնականաբար կան, շատ հաճախ լինում են, երբ հրաժարվում ենք վիրահատելու, երբ մարդկանց մոտ մի քիչ ուղղակի մեր պացիենտների մոտ կա որոշակի խումբ, իրենց թվում է թե պլաստիկ վիրահատությունը դա նիհարելու միջոց է, բայց դա ամենայն այդպես չէ, այսինքն եթե կան ինչ-որ մենք ունենք կրիտերիաներ, հաշվարկներ, եթե գեր չաղություն կա, այդպես ասենք, ուղարկում ենք նիհարելու տարբեր մասնագետների մոտ, դա էնդոկրինոլոգներն են, դիետոլոգներն են, կոմպլեքս բուժումներից հետո, նիհարելուց հետո մենք կարող ենք արդեն վերցնել վիրահատության։ Դուք նշեցիք, որ Հայաստանում սովորելուց հետո ոչ պակաս կարևոր տեղերում եք եւ ամենահեղինակավոր բժշկական հաստատություններում եք աշխատել եւ սովորել, սա կարծում եմ ձեր որպես պլաստիկ վիրաբույժի համար կարևոր բազա է, մինչ վիրահատական այսպես ստուգումների անհրաժեշտությունը ել ավելի իմանալու եւ մարդկանց ուղղորդելու դեպի այդ կողմ։ Այ ինչ միջ վիրահատական ստուգումներ կան պարտադիր, որ պիտի անցնեն։ Դա ամենակարևոր հանգամանքն է միջ վիրահատական պատրաստումը, որովհետև ցանկացած վիրահատություն դա ռիսկ է, բնականաբար մինչ վիրահատական հետազոտությունների միջոցով մենք ցանկանում ենք մաքսիմում փոքրացնել այդ ռիսկերը, դա լաբորատոր հետազոտություններն են, դա գործիքային հետազոտություններն են, շատ հաճախ պացիենտները նաև հարցնում են ինչու ոտքի երակների ստուգում անցկացնենք, երբ վիրահատությունը կատարվելու է որովայնի հատվածում եւ այլն, բայց ամեն դեպքում ամեն ցանկացած հետազոտություն ունի իր պատճառները, ունի իր արդարացումը, միանշանակ դա կարևոր փուլ է, անպայման պետք է անցնել, ընդհանուր այրան հետազոտություն, բիոխիմիչսկի հետազոտությունները, կոագուլոգրաման, ռենտգենիկա ստանդարտներ, պլյուս գործիքային հետազոտություններ, որոնք շատ կարևոր են կատարելու համար։
Նաև հաշվի է առնում քրոնիկ հիվանդությունները, հաշվի է առնվում տարբեր պատճառներ, այդ ամեն ինչը պետք է դա պլանային վիրահատություն է, դա անհետաձգելու վիրահատություն չէ, եթե գնում ենք այդ վիրահատության, անհրաժեշտ է չափավոր, հանգիստ, ամեն ինչ ուսումնասիրելով գնալ կոնկրետ վիրահատության, որ չունենանք բարդություններ։ Ինչ խորհուրդներ կտաք վիրահատվել ցանկացողներին, որովհետև քիչ չեն նաև ցավոք այն դեպքերը, երբ մարդը գնում է X վիրահատությանը, ուղղակի ինքնավստահություն ձեռք բերելու կամ X վիրահատության մեջ տեսնում է իր երջանկությունը, արդյոք երբեմն պետք չէ, որ մարդը իր գլխի հետ կին իր գլխի հետ հաշտ լինի, հետո նոր գա վիրահատության, հոգեբանական ինչ բաներ կան, որոնք կարող են օրինակ օգնել։ Դա հոգեբանական, ինձ թվում է, դա երևի արդեն հոգեբանների աշխատանքն է, բայց ամեն դեպքում մենք էլ ենք որոշ չափով հոգեբան, շատ հաճախ այո լինում է, երբ հրաժարվում ենք վիրահատություն կատարելուց, որովհետև տեսնում ենք, որ պացիենտկայի ցանկությունները չեն համապատասխանում իրականությունը, ինչ կարելի ստանալ, բացի դրանից դա գեր ցանկություն է, այն առումով, որ դա կլինի ոչ շատ գեղեցիկ, շատ վուլգար, այսպես ասած, եւ այլն, բնականաբար փորձում ենք ամեն կերպ բացատրել, ասել, որ ձեր պարագայում տվյալ վիրահատությունը անհրաժեշտ չէ, իսկ այն հարցում, որ կոմպլեքսներ, բնականաբար դա հիմնական երևի առիթն է, երբ դիմում եմ պլաստիկ վիրաբույժին, ես գտնում եմ, եթե կա ինչ-որ հատված կամ կոմպլեքս, պետք է գնալ ուղղակի եւ վերացնել այդ կոմպլեքսը, որտեղ այդ կոմպլեքսից բխում են նաեւ մնացած հետագա հարցերը։ Մի բան է որոշում կայացնել եւ գնալ վիրահատության, մի բան է իհարկե բնականաբար հետո հետ վիրահատական ցավեր կլինի, ստրեսներ կլինի, այս ամենը հաղթահարելը։ Կասեք, որքան է տևում հետ վիրահատական վերականգնողական շրջանը, ինչ բարդություններ կարող են այստեղ առաջանալ, որքանով է հեշտ, որքանով է բարդ։ Այդ վիրահատական շրջանը նույնպես շատ կարևոր է, ինչպես նախավիրահատական պատրաստելը, այնպես էլ հետվիրահատական շրջանը, կախված վիրահատության տեսակից, եթե դա որովայնի աբդոմինոպլաստիկա է կամ լիպոսակցիա, հիմնականում 2 շաբաթից 1 ամիս, որովհետև 1 ամսվա ընթացքում մեր պացիենտները հագնում են հատուկ կոմպրեսիոնի բիլիո, կրծքի վիրահատությունը նորից կախված վիրահատության տեսակից, կա եթե փոքրացում, ձգում, դա հիմնականում 1 շաբաթ է տևում, մեր պացիենտները կարող են դա 2-3 օր հետո արդեն ինքնաթիռ նստել, տեղափոխվել, որովհետև պացիենտները տարբեր քաղաքներից են գալիս։ Ընդհանուր առմամբ, եթե վերցնենք որոշակի միջինը 2 շաբաթ։ Իսկ բարդությունների հետ կապված, բարդությունները բնականաբար կարող են լինել ինչպես ցանկացած ոլորտում, դա կախված լինի պլաստիկ վիրաբուժություն, դա կախված լինի ընդհանուր վիրաբուժություն, գինեկոլոգիա, ուրոլոգիա, ընդհանուր բարդություններ, որոնք գրված են նաև գրականության մեջ, դա վերքի բորբոքումն է, դա ավնոստություն է եւ այլն, շատ կոնկրետ եւ ուշադիր պետք է լինել նաեւ հետվիրահատական շրջանում, որ այդ ամեն ինչը տեղի չունենա, ու նաեւ եթե վերցնենք բարդություններից, բարդությունները կարելի է տարանջատել 2 տեսակի, բարդություններ, որոնք կախված են կոնկրետ մասնագետի բաց թողումից ելնելով, այդպես ասենք, կախված է ոչ ճիշտ կատարված վիրահատությունից եւ բարդություններ, որոնք կախված են արդեն հետվիրահատական շրջանում ընդունված բոլոր վիրաբուժական ոլորտներում, այդպես ասենք։ Ուղղակի շատ կարևոր է անձամբ ես իմ ինչքան էլ դժվար լինի, իմ պացիենտների հետ միշտ կապի մեջ եմ, եթե ես վիրահատարանում չեմ, վիրահատությունից հետո կարող մի քանի ժամ հեռախոսով անընդհատ ես սիրում եմ անձամբ այդ հետվիրահատական շրջանը վարել, ես տենց ավելի հանգիստ եմ ինձ զգում։ Ինձ թվում է պացիենտներն են իրենց այդպես ավելի հանգիստ կզգան։ Ես գտնում եմ, որ դա ճիշտ է, կարող են ցանկացած ժամի, անկախ ժամից կախված, անկախ օրից կախված գրել, պատասխանել, շատ ճիշտ է, ես ունեմ ադմինիստրատորներ եւ այլն օգնականներ, որոնք զբաղվում են հիմնականում օրգանիզացիոնի հարցերով, բայց ինչ վերաբերում է բժշկական առումով բոլոր հարցերում ես միշտ կապի մեջ եմ, միշտ իմ պացիենտների կողքին։ Միշտ կապի մեջ եք եւ լավ առիթ է, որպեսզի մեր եթերից հիմա ասեք ինչպես կարելի է ձեզ հետ կապվել։ Կապի միջոցը, եթե հնարավորություն կա, համարը կարող ենք թողնել ադմինիստրատորի եւ համացանցերում, Instagram,
մեր բոլորի կողմից արդեն շատ Գոր Գաբրիելյան, ոնց պիտի ձեզ դերը ներքևի գծիկ դա ու Գաբրիելյան։ Դերը Գաբրիելյան, շատ է։ Եթե նորից մասնագիտական ոլորտ տեղափոխվենք, այ նարկոզը, մեկը ես ահավոր վախենում եմ նարկոզ միայն բառից։ Այսինքն ես որքան էլ ինչ-որ մի բան ցանկանամ իմ արտաքին հետ կապված փոփոխություն անել, ոչ մի բան այնքան չարժի, ինչքան նարկոզից վախը։ Հիմա ինչ կասեք նարկոզի մասին, արդյոք պետք չի վախենալու է։ Եվ զարեպես արդյոք շատերն են վախենում։ Բնականաբար, դա միայն դուք չեք, երևի 70%-ը հարցնում են առաջի հարցից, իսկ ես կարթնանամ վիրահատությունից հետո, իսկ չի հետաքրքրում, կամ իրոք ռեզուլտատը ոնց կլինի, ճիշտ կլինի, վստահում ենք, որ մենք շատ ենք վախենում նարկոզ, դա բնականաբար, նորմալ երևույթ է, ուղղակի ես որպես մասնագետ գտնվելով այդ ոլորտում կարող եմ վստահաբար ասել, որ ներկայի ժամանակակից գործիքային բժշկության ժամանակաշրջանում բավականին անվտանգ է, որովհետև ներկայիս գործիքային կոնտրոլը, այդպես ասենք, անեսթեզիոլոգի կողմից ամենաչնչին փոքր փոփոխությունները ցույց է տալիս մասնագետները շատ որակավորված են, շատ բարձր աստիճանի որակավորում ունեն նյութերը, որոնք օգտագործվում են անեսթեզիայի համար բարձրորակ են, Այստեղ ուզում եմ հատուկ նշել եւ շնորհակալություն հայտնել մեր բոլոր անեսթեզիոլոգներից, միշտ իրենք գտնվում են, այդպես ասած, մի տեսակ ստվերում, հիմնականում վիրաբուժը, բայց շատ մեծ աշխատանք են կատարում մեր անեսթեզիոլոգները, ես շատ շնորհակալ եմ իրենցից, իրենց որակավորումից, որովհետեւ բժշկի վիրահատության ընթացքում հարմարավետ միջավայրը, այսպես ասած, վիրահատական հարմարավետ միջավայրը կախված է ուղիղ համեմատական է ու կախված է մեր անեսթեզիոլոգներից շատ բժշկական հարցեր կան, ուղղակի չմոռանանք, որ իրենցից կախված վիրաբույժը հանգիստ է ու կատարում է հարմարավետ հանգիստ աշխատանք, նաև ուզում եմ նշեմ մեր վիրահատական քույրերին, որոնք նույնպես շատ մեծ աշխատանք են կատարում, այդ ամեն ինչը մեր մոտ խմբակային աշխատանք է, դա ճիշտ է, հիմնականում վիրահատություն անում ես դու, ռեզուլտատը կախված է մեծ մասամբ քեզանից, բայց դա խմբակային աշխատանք է եւ բոլորը պետք է գտնվեն լավ որակավորված աստիճանի վրա։ Եթե արժեքային խոսենք, ինձ ինչն է շատ վախեցնում նաև ինչ-որ առումով, երբ որ գովազդներ են գալիս տարբեր ու շատ ցածր գներ են լինում X կամ Y պլաստիկ միջոցով, դու մասնակից չլինելով հանդերձ, ասում ես, չէ, այստեղ հաստատ մի բան այն չի, ուսա նաև մարդկանց կյանքի ու առողջության հետ է կապված, սոցիալական պատասխանատվության բացակայությունից է կախված, դրա հետ է կապված, ինչից է ձեր դեպքում վիրահատության արժեքը ինչպես է ձևավորվում։ Գնա գոյացում այլ կերպ ասած։ Ճիշտ ասած, շատ հետաքրքիր հարց է, այդ հարցին ես էլ չեմ կարողանում մեկ պատասխանել, ոնց է հնարավոր։ Բնականաբար ցանկանում ես գինը այնպեսին լինել, որ մատչելի լինի մեր հասարակության համար, բայց նաև կախված է դա բժշկի որակավորումից, կախված է նրա անցած ուղուց, նրա կատարած վիրահատությունների ճշգրտությունից, օպտից, ստաժից, կախված են նյութերից, ինչ նյութեր եք օգտագործում, տվյալ պարագայում դա թելերը կլինեն, как раз անեսթեզիոլոգический ինչ-որ պրեպարատներ կլինեն, դա կլինեն իմպլանտներ եւ այլն, այդ ամեն ինչը համարժեք կլինիկան, ինչ շտատ ունեն, այդպես ասած, աշխատողներ, բոլորը միասին ձևավորվում է գինը, բայց բնականաբար մեկ-մեկից էլ շատ հետաքրքիր, ես էլ ոնց որ յուրաքանչյուր քաղաքացի համացանցերում մեկ-մեկ նայում եմ, տեսնում շատ հետաքրքիր գին, որ ճիշտ ասած շատ կասկածելի է, absolուտ է։ Ես անկեղծ չեմ կարող պատասխանել որտեղից է այդպիսի ցածր գներ ձևավորվում, բայց ամեն դեպքում կան, ուղղակի ես կարող եմ ասել, որ ցանկացած անձամբ մոտ ցանկացած կրկնակի, то есть վիրահատություն երկրորդային դա կրկնակի թանկ է։ Առողջության վրա չպետք է խնայել, սա Եվ իհարկե լավ բանը պետք է գինն ունենա։ Այ անեսթեզիոլոգներից խոսեցինք, ես 2-3 անգամ նարկոզով քնել եմ եւ 2-3 անգամ իհարկե հենց հիմա նստած եմ ձեր առաջ։ Անեսթեզիոլոգները շատ հումորով մարդիկ են եւ սա միֆ չէ։
Սա իրականություն է։ Եկեք մի փոքր միֆերից խոսենք, հասկանանք պլաստիկ վիրահատությունների հետ կապված այդ ինչ միֆեր կան, հիմնական տարածված միֆերը, որոնք որ հիմա դուք կասեք եւ մարդիկ հանգիստ կլինեն եւ նաեւ հանգիստ կգրանցվեն ձեզ մոտ։ Առանց վախի։ Միֆերից հիմնական սկսենք նրանից, որ ինչպես ասեցի, լիպասակցիան մարդկանց մոտ, լիպասակցիան դա ճարպի հեռացումն է։ Շնորհակալություն, որ ինձ եք նայում ասելիս, որովհետև Զարան կարող է իմանա, ես կներեք։ Լիպասակցիան դա ճարպի հեռացումն է, մարդիկ մտածում են պացիենտները, որ դա իրոք նիհարելու եղանակ է, բայց ամեն դեպքում դա նիհարելու եղանակ չէ, դա ուղղակի ճիշտ տեղաբաշխելու վիրահատություն է, այսինքն շատ հաճախ լինում են պացիենտները գալիս են, բժիշկ նիհարում ենք, կրծքերը փոքրանում են, այս հատվածից ճարպը հեռանում է, բայց այս հատվածում մնում է, ոնց վարվենք։ Տվյալ պարագայում բնականաբար այն հատվածում, որտեղ չպետք է լինի կամ ավելորդ է կամ խանգարում է մեր պացիենտին, տեղափոխում ենք, վերցնում ենք եւ տեղափոխում ենք մեկ այլ հատված անատոմիչեսկի, որտեղ կա դեֆիցիտ։ Հարց կա միֆերից մեկը, որ կրկնվում է, ոչ չի կրկնվում, միանշանակ կարող եմ ասել, կամ ինչ-որ որոշակի ժամանակ հետո պետք է կրկնել տվյալ վիրահատությունը, բնականաբար ոչ, եթե չզբաղվել սպորտով, եթե չզբաղվել, չհետևել սննդակարգին եւ այլ, բնականաբար տարիների ընթացքում նույն process-ը կարող է կրկնվել։ Միֆերից է նաև այն, որ ինչ կերակրելը կամ ինչ ծննդաբերելը չի կարելի անել կրծքի վիրահատություն, դա նույնպես կարելի է բաժանել ենթախմբերի, եթե խոսքը գնում է մեծացման մասին, կարելի է անել, որովհետև իմպլանտների տեղադրումից կամ մեծացումից մենք ընդհանրապես չենք կպնում գեղձին, չենք վնասում, հետագա կերակրելու հետ կապված, ծննդաբերելու հետ կապված բարդություններ չեն առաջանում։ Ուրիշ բան է, եթե վիրահատվելուց հետո անցնեն տարիներ, 1-2 երեխա ծննդաբերելուց, կերակրելուց հետո արդեն մաշկը թուլանա, ձգվածությունը ֆորման փոխվի, այդ պարագայում կարող է կարիք առաջանալ ինչ-որ թեթև փոփոխությունների, բայց ընդհանուր առմամբ հակացություն չկա։ Միֆերից են, որ իմպլանտները այդ նույն ունեն կանցերոգեն հատկություն, այսինքն կարող է հետագայում ինչ-որ անկալագիչի հարցեր առաջանան, դա նույնպես այդպես չէ։ Միֆերից են, որ ինչ-որ ժամանակ հետո, 5-10 տարի հետո պետք է իմպլանտները փոխվեն, դա նույնպես այդպես չէ։ Արտադրողը իմպլանտների հիմնականում իրենք տալիս են, տարբեր ֆիրմաներ են, կամպանիաներ են, հիմնականում իրենք տալիս են պաժիզնի գարանտիա, բայց պրակտիկան ցույց է տալիս, որ հիմնականում 15-ից 20 տարի հետո հարկ է լինում փոխելու։ Հարկ է լինում փոխելու էլի նույնպես մի քանի պատճառներից ելնելով, որոնք ուզում են ուղղակի չափը փոքրացնել կամ մեծացնել, ոմանք ուզում են ուղղակի ուրիշ ֆորմա ունենալ, պատրվելու հետ կապված, որ նրանք պատրվում են, որ իմպլանտներից անընդհատ հարցեր է, չեն պատրվում, շատ ամուր են, երևի կողը համացանցում էլ դուք հանդիպած լինեք, տարբեր փորձարկումներ կան, մեքենան ինչպես է իմպլանտի վրայով անցնում, կամ տարբեր ծանր առարկաներ են տեղադրում իմպլանտների վրա, իրոք նրանք շատ ամուր են, պատրվելուց հետո միֆերից է նաև, եթե պատրվի, դա շատ ուժեղ մեծ բարդություններ են, ոչ այդպես չէ, իմպլանտների ներսում գելատիպ զանգված է, այսինքն դա հեղուկ չէ, որ ծորի, դա չի համարվում նաև անհետաձգելի, այդպես ասած վիրաբուժական օգնություն, ուղղակի պետք է պատրաստվել եւ փոխել իմպլանտը։ Հիմնականում դա լինում է երկար տարիների ընթացքում, երբ որ իմպլանտի շուրջ ձևավորվում է կապսուլա, շփման ընթացքում նյութը այդ թաղանթը բարակում է եւ կարող է առաջանալ ինչ-որ փոքր ճաքեր, պատրվածքներ։ Դա երևի 20 տարի հետո։ Բայց միֆերից եթե խոսեցինք, շատ են լինում, երբ որ կանանց մոտ կոմպլեքս են ստեղծում, բարդույթ են ստեղծում եւ ասում են եկեք ձեր ցելյուլիտը կբուժենք։ Գրեթե բոլոր կանայք ունեն ցելյուլիտ, մի անհանգստացեք ու մի բարդույթավորվեք ձեր ցելյուլիտներից, այ եթե մասնագետ է ասի ցելյուլիտը բուժում են, թե դա բուժելու կարիք չկա, որովհետեւ դա մեր օրգանիզմի մի մասն է կազմում։ Նախ ցելյուլիտը մենք չենք բուժում։
սկսենք դրանից, ցելյուլիտը ինքը, եթե ժողովրդական բառերով ասեմ, որ ավելի հասկանալի լինի, եթե մենք տեսնում ենք այդ թեթևան հարթությունները, դա գտնվում են շատ մոտիկ ենթամաշկին ու մաշկին, դա հիմնականում կարելի է քչացնել կամ վերացնել սննդակարգի միջոցով, սպորտի միջոցով, մասաժների միջոցով, բացի դրանից մեր վիրացությունը, եթե կոնկրետ լիպասակցիան մենք այդքան մոտիկ մաշկային շերտին չենք աշխատում, որովհետև եթե մենք շատ մոտիկ նույն ճարպը հեռացնենք շատ մոտիկ մաշկին, հետագայում առաջանում են շատ ֆիբրոզ փոփոխություններ, կակրած առաջանում են ցելյուլիտներ, այսինքն անհարթություններ եւ այլն, դա հիմնականում կախված է արդեն բժշկի որակավորումից, հասկանալուց, որ հյուսվածքներում, որ շերտերում պետք է աշխատել, ընդհանուր առմամբ մենք ցելյուլիտով իրոք չենք զբաղվում, դա ապրելակերպ է, դա սննդակարգ է, դա սպորտ է, նույն հարցը նաև միֆերի հետ կապված սպորտ, պլաստիկ վիրաբուժությունը փոխարինում է սպորտին, թե ոչ, դա միանշանակ ոչ, սպորտը դա շատ լավ բան է, խորհուրդ ենք տալիս ինչպես մինչ վիրահատական, այնպես էլ նաև հետ վիրահատական շրջանում։ Սպորտական պարագաներ, ինչպես նշեցի, ծննդաբերություններից հետո կամ հորմոնալ խախտումներից հետո, երբ որ իրոք այդ պարագայում սպորտը չի կարող օգնել, որովհետև թուլացել է որովայնի առաջնային պատը, ունենք դիաստազ, շատ հաճախ համակցում են նաև գրիժաներով, ճողվածքներով, պուպոչնի մաշկը հետ կրճատվելուց այդ ուղղակի հնարավորություն չունի այդքան կրճատվի եւ առաջանում է պտոզ, այդպես ասած, կախվածություն։ Այդ պարագայում բնականաբար սպորտը չի օգնի, ինչքան էլ մկանները պարապենք, ինչքան էլ ձգենք, մաշկը չի ձգվի, նույնը կախված է նաեւ կրծքերի հետ կախված, երբ կա պտոզ, թուլացում, կախվածություն եւ այլն, սպորտը չի կարող օգնել, բայց ինչպես մինչ վիրահատական, այնպես էլ հետ վիրահատական շրջանում, անձամբ ես խորհուրդ եմ տալիս իմ բոլոր պացիենտներին սպորտ, առողջ ապրելակերպ, առողջ սննդակարգ, ու մեր ռեզուլտատը կլինի շատ ավելի գեղեցիկ, սիրուն ու կայուն ու հաստատուն։ Դա եթե X կամ Y միջամտությունը ձեր կյանքի որակը կլավացնի, ապա ցանկացած փոփոխություն բնականաբար արեք հանուն ձեր առողջության, ձեր երջանկության ու ձեր բարձր ինքնագնահատականի։ Բժիշկ Գաբրիելյանն էլ ձեզ օգնական դոկտոր Դր տակից գծիկ Գաբրիելյան, դիմեք ցանկացած հարցով, կգտնեք այդտեղ նաև հեռախոսահամար, այդտեղ բոլոր հարցերի պատասխանները մեկ հասցեում։ Դոկտոր Գաբրիելյան, շնորհակալ ենք պլաստիկ վիրաբույժ բժիշկ Գաբրիելյանից, լավ եղեք, ձեզ բազում գեղեցիկ եւ գեղեցկացած պացիենտներ։ Շնորհակալություն հրավերի համար, շնորհակալություն հաճելի զրույցի համար։ Գնանք գովազդի բարեկամներ, վերադառնանք եւ կրկին ասենք բարի լույս։ Վերադարձանք սիրելիներ, այսպես ձեզ ենք ներկայացնում մեր գործընկերոջը Euro Furniture կահույքի արտադրամասը, ցանկացած բարդության կահույքի պատրաստում բարձրորակ նյութերով եւ սեղմ ժամկետներում, լամինատ, MDF, ներկված MDF, ընտրեք եւ հաշված օրերանց վայելեք ձեր երազանքների խոհանոցը, հյուրասենյակը, ննջասենյակը եւ միջանցքը։ Բացի այդ Euro Furniture կահույքի սրահը զբաղվում է առանձնատների եւ հյուրատների կահավորմամբ։ Հասցեն Նիկողայոս Տիգրանյան 27, հեռախոսահամար 094 094 165 կահավորեք ձեր բնակարանը Euro Furniture-ի հետ, մենք տեսնում ենք հետաքրքիր կադրեր, լուծումներ, այո, եւ իսկապես գեղեցիկ եւ նորարարական լուծումներով էր այդ ամեն ինչը։ Եվ կարևորը որակով երկար օգտագործելու եւ երկար վայելելու համար։ Իսկ մենք անդրադառնում ենք մեր ֆենոմեն խորագրին եւ այսօր ֆենոմեն խորագրում խոսելու ենք Սողոմոն Թեհլերյանի մասին։ Թեհլերյանի կենսագրության կարևոր դրվագը Բերլինի բանտում անցկացրած օրերը եւ նրա մտորումներն են, որը ներկայացված է նրա գրառումներում, իսկ այդ գրառումները նրա կինը Անահիտ Թաթիկյանը ամուսնու մահից տարիներ անց 1970 թվականին բերել է խորհրդային Հայաստան եւ պահտվել ազգային արխիվին, այսօր որոշել ենք անդրադառնալ Սողոմոն Թեհլերյանի ֆենոմենին։ Հենց հիմա մեր եթերում Միջայլոց Սողոմոն Թեհլերյանի մասին բազում պատմություններ կան,
նկարը հիշում ես նրա նկարը, այնպես է նկարած, որ նրա այդ ձեռքի մեջ կտեղավորվեր ատրճանակը, բայց բնականաբար ատրճանակը նկարած չէր։ Եվ երբ որ Սողոմոն Թելերյանը պիտի վրեժխնդիր լիներ Թալիաթից, այդ նույն փողոցի, բայց մի քիչ ավելի հեռու խաչմերուկում կանգնած էր Ավետիք Իսահակյանը։ Այո, այս պատմությունը քիչ է շահարկված, քիչ է հանրայնացված, երևի թե անվտանգության նկատառումներից ելնելով։ Այո, եւ մենք մեր տաղավարում մի քիչ ավելի մանրամասն անդրադարձել ենք այս թեմային, նաեւ այդ պատճառով իմ մեջ տպավորվել էր, բայց իսկապես շատ հետաքրքիր պատմություն է, համացանցում շատ ինֆորմացիա չկա։ Զրույցից հետո ես ինքս փորձեցի փնտրել, բայց որոշ բաներ կան։ Գնանք գովազդի էսպային բարեկամներ։ Գնացինք։ Վերադարձանք տաղավար եւ ասենք, որ մոտենում է ապրիլի 24-ը, հինգշաբթի օրը հազարավոր մարդիկ իրենց քայլերը կուղեն դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։ Եկեք գնանք հայկական էսքիզների շարքով, դիտարկենք ոչ թե որպես ուխտատեղի, ոչ միայն որպես խնկերքելու եւ ծաղիկ խոնարհելու տեղ, այլ որպես մշակութային կոթող, որպես ճարտարապետություն, այո։ Վերադարձանք տաղավար, բայց սա մեր մի քիչ թուր բան եմ ասելու, վերջին վերադարձն էր, բայց էստաֆետը փոխանցում ենք Հորիզոն լրատվականին, ձեզ էլ մաղթում ենք լավ եւ պրոդուկտիվ օր ու շաբաթ։ Կհանդիպենք վաղը, ժպտացեք եւ եղեք առողջ։ Լավ օր բոլորիդ։